Իսկ ինչ կլիներ, եթե Քրիստոսի ամենաանհնարին պատվիրանը լիներ կործանումից ձեր միակ ելքը։ Պատկերացրեք մի տեսարան։ Մի մարդ տեսնում է, թե ինչպես են բուլդոզերները պատրաստվում հողին հավասարեցնել իր պապենական սրբազան արհեստանոցը։ Նրա թշնամին, անողոք կառուցապատողը, քիչ առաջ փշուր-փշուր է արել այն վերջին գլուխգործոցը, որը կերտել էր իր հայրը։ Մարմարի փոշին դեռ օդում է, և նա կանգնած է մի ընտրության առաջ, որը կամ կկործանի իրեն, կամ կբացահայտի մի զորություն, որի մասին նա երբեք չէր էլ կասկածում։ Այս պատմության մեջ մենք կբացահայտենք, թե ինչպես է քրիստոնեական մի հնագույն սկզբունք, որը թվում է թուլություն, դառնում է անխորտակելի վահան ընդդեմ մաքուր ագահության։ Բայց ամենակարևորը, դուք ականատես կլինեք այն վճռորոշ պահին, երբ թշնամին, վստահ լինելով իր հաղթանակի վրա, թույլ է տալիս մեկ ճակատագրական սխալ, դրդված հավատքի մի քայլից, որը նա երբեք չէր կարող կանխատեսել։ Սա մի ռազմավարություն է, որը հակասում է աշխարհիկ ողջ տրամաբանությանը։ Սա պարզապես քարերի ու հավատքի մասին պատմություն չէ, սա ձեր սեփական անհնարին մարտերի ճանապարհային քարտեզն է։ Բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում գրեք ձեր քաղաքը, տեսնենք քանիսով ենք։ Քարի փոշին, որ դարեր շարունակ ներծծվել էր արհեստանոցի հին տուֆե պատերի մեջ, օդում պարում էր առավոտյան արևի շողերի մեջ։ Գևորգը 40 տարեկան մի տղամարդ, ում ձեռքերը քարտեզի պես պատմում էին տասնամյակների քրտնաջան աշխատանքի մասին, զգուշորեն մուրճի թեթև հարվածով վերջին նրբագիծն էր ավելացնում խաչքարի զարդանախշին։ Յուրաքանչյուր հարված աղոթքի պես էր հնչում այս լռության մեջ, մի աղոթք, որը նա սովորել էր իր հորից, իսկ հայրն էլ իր պապից։ Այս արհեստանոցը Երևանի հին թաղամասերից մեկում խոմենո մի փոքրիկ սրբավայր ավելին էր, քան պարզապես աշխատատեղ։ Այն իր տոհմի կենդանի հիշողությունն էր, որտեղ յուրաքանչյուր անավարտ քար, յուրաքանչյուր գործիք իր պատմությունն ուներ։ Նրա կողքին կանգնած էր Հովհաննեսը, 18-ամյա աշակերտը, ում աչքերը հիացմունքով հետևում էին վարպետի շարժումներին։ Հանկարծ դրսի ծանր դռան բախման ձայնը խախտեց սրբազան լռությունը։ Դուռը բացվեց առանց թույլտվության։ Եվ ներս մտավ Տիգրանը, քաղաքի նորահարուստ կառուցապատողներից մեկը, ում հետևից երևում էին երկու թիկնեղ տղամարդկանց ստվերները։ Տիգրանի թանկարժեք կոստյումը և փայլուն կոշիկները անհեթեթ տեսք ունեին քարի փոշով պատված հատակին։ Նա շուրջը նայեց արհամարհական հայացքով, կարծես նայում էր ոչ թե ստեղծագործությանը, այլ քանդման ենթակա հնոտիի։ Գևորգ, ժամանակն է վերջ տալ այս քար փորելու խաղերին, նրա ձայնը սառն էր ու կտրուկ։ Ես գնել եմ այս թաղամասի բոլոր հարակից տարածքները, այստեղ բարձրահարկ շենք եմ կառուցելու, քո այս խրճիթը փչացնում է ամբողջ տեսարանը։ Ես քեզ լավ գին եմ առաջարկում, վերցրու փողը և մաքրիր այստեղից։ Գևորգը դանդաղ ուղեց մեջքը, մուրճը դեռ ձեռքին։ Սա խրճիթ չէ, պարոն Տիգրան, սա իմ պապի տունն է, իմ հոր արհեստանոցը, այս քարերը հիշողություն ունեն, դրանք չեն վաճառվում։ Տիգրանը քմծիծաղ տվեց։ Հիշողություն, հիշողությամբ երեխաներիդ հաց չես տա։ Ես քեզ 2 օր ժամանակ եմ տալիս մտածելու։ Եթե բարի կամքով չհամաձայնես, մենք այլ կերպ կխոսենք։ Նա շրջվեց և իր մարդկանց հետ դուրս եկավ, հետևում թողնելով լարվածության և սպառնալիքի սառը զգացողություն։ Հաջորդ առավոտ Գևորգը և Հովհաննեսը արհեստանոց եկան և քարացան շեմին։ Դարպասի դիմաց մի ամբողջ բեռնատար շինարարական աղբ էր լցված, կոտրված աղյուսներ, ամրանի կտորներ, բետոնի բեկորներ։ Ճանապարհը փակ էր։ Ակնհայտ էր, որ սա ուղղակի պատահականություն չէր, այլ Տիգրանի առաջին նախազգուշացումը։ Վարդպետ, սա նա է արել, վախեցած շշնջաց Հովհաննեսը։ Մարդիկ ասում են, որ նա ոչ մի բանի առաջ կանգ չի առնում։ Գևորգը ոչինչ չպատասխանեց, նա բռունցքները սեղմեց այնքան ուժգին, որ եղունգները խրվեցին ափի մեջ։ Նրա հայացքը սևեռված էր աղբի կույտին, որը կարծես ծաղրում էր իրենց աշխատանքի մաքրությունը։ Հարևան խանութի սեփականատերը տարեց Վարդանը, դուրս եկավ և մոտեցավ նրանց։ Գևորգ ջան, տեսնում ես, ես քեզ զգուշացրել էի, այս մարդը սատանա է, նրա հետ վիճելն անօգուտ է, նա անցած տարի մյուս փողոցում մի ծերունու տունը գիշերով այրեց, որովհետև ծերունին չէր ուզում վաճառել։ Ոստիկանությունն էլ ոչինչ չարեց, խելքի արի տղաս, քանի դեռ ուշ չէ, դու ընտանիք ունես։ Գևորգը խորը շունչ քաշեց, օդը կարծես դառն էր։ Շնորհակալ եմ խորհրդի համար, հայրիկ Վարդան, բայց ես չեմ կարող հանձնվել։ Եթե ես այսօր սա թողնեմ, վաղը ինչ պետք է սովորեցնեմ իմ որդուն, որ վախը ուժեղ է ճշմարտությունից։ Նա շրջվեց դեպի Հովհաննեսը։ Արի տղաս, գործ ունենք, պետք է այս ճանապարհը մաքրենք։ Մեր ձեռքերը քարի համար են ստեղծված, ոչ թե աղբի,
բայց այսօր սա էլ կանենք։ Եվ երկուսով, առանց մեկ խոսք ասելու, սկսեցին ձեռքերով քարշ տալ ծանր բեկորները, իրենց ճանապարհը բացելով դեպի արհեստանոց, դեպի իրենց սրբավայրը։ Այդ երեկո տանը լարվածությունը զգացվում էր օդում։ Գևորգի կինը Անին լուր սեղանն էր գցում, իսկ նրանց 14-ամյա որդին Դավիթը անհանգիստ հայացքով նայում էր հորը։ Գևորգը պատմել էր օրվա դեպքերի մասին, եւ հիմա լռությունը ավելի ծանր էր, քան ցանկացած խոսք։ Ընթրիքից հետո, երբ Դավիթը գնաց իր սենյակ, Անին նստեց ամուսնու կողքին։ Նրա ձեռքում ընտանեկան հին աստվածաշունչն էր, որի կազմը մաշվել էր սերունդների ընթերցումներից։ Նա չսկսեց հարցեր տալ կամ խորհուրդներ տալ, փոխարենը նա բացեց Լուկասի ավետարանը եւ մեղմ ձայնով սկսեց կարդալ. Բայց ձեզ եմ ասում, ովքեր լսում եք, սիրեցեք ձեր թշնամիներին, բարիք արեք ձեզ ատողներին, օրհնեցեք ձեզ անիծողներին եւ աղոթեք նրանց համար, ովքեր ձեզ նեղացնում են։ Գևորգը կտրուկ բարձրացրեց գլուխը։ Անի, ինչ ես կարծում, աղոթեմ նրա համար։ Այն մարդու, ով ուզում է իմ հոր գերեզմանի վրա բարձրահարկ շենք կառուցել։ Այն մարդու, ով աղբ է լցնում իմ դռան առաջ։ Սա ուղղակի անհնար է։ Տելը չէր կարող նկատի ունենալ Տիգրանի նմաններին։ Անին նրա ձեռքը վերցրեց իր ձեռքերի մեջ։ Նրա հայացքը խաղաղ էր, բայց ամուր։ Գևորգ, Տերը բացառություններ չի նշել։ Նա չի ասել սիրեցեք ձեր թշնամիներին, բացի կառուցապատողներից։ Ես չգիտեմ, թե ինչպես է դա հնարավոր, եւ չեմ ասում, որ դա հեշտ է, բայց գիտեմ, որ սա է մեր ճանապարհը։ Մեր զենքը ոչ թե բռունցքն է, այլ աղոթքը։ Գուցե հենց սա է մեր փորձությունը, տեսնելու, թե արդյոք մենք իսկապես հավատում ենք այն խոսքերին, որոնք ամեն կիրակի լսում ենք եկեղեցում։ Գևորգը հայացքը թաքցրեց, նրա հոգում փոթորիկ էր, մի կողմից իր արդար զայրույցն էր, վրեժի ծարավը, իսկ մյուս կողմից Քրիստոսի խոսքերը, որոնք հնչում էին անհասանելի, գրեթե անմարդկային։ Հաջորդ օրը հարվածն ավելի դաժան էր։ Կեսօրին, երբ Գևորգը մի պահ դուրս էր եկել նյութեր բերելու, Հովհաննեսի խուճապահար զանգը ստիպեց նրան սրտի թրթիրով վերադառնալ։ Արհեստանոցի դուռը կոտրված էր, ներսում ամեն ինչ տաքնու վրա էր արված։ Բայց դա ամենասարսափելին չէր։ Արհեստանոցի կենտրոնում, որտեղ կանգնած էր նրա հոր վերջին անավարտ գլուխգործոցը, մի խաչքար, որի վրա նա աշխատել էր իր կյանքի վերջին տարին, այժմ ընկած էին մարմարե բեկորներ։ Տիգրանի մարդիկ ծանր մուրճերով ջարդուփշուր էին արել այն։ Նուրբ զարդանախշերը, կենաց ծառի պատկերը, հավերժության խորհրդանիշը վերածվել էին անձև քարակույտի։ Գևորգը կանգնեց այդ ամենի առաջ։ Նա չէր գոռում, չէր լալիս, նա պարզապես նայում էր։ Հովհաննեսը կողքին կանգնած լաց էր լինում, փորձելով ինչ-որ բան ասել, բայց բառերը խեղդվում էին կոկորդում։ Գևորգը դանդաղ խոնարհվեց եւ վերցրեց ամենամեծ բեկորը։ Նրա սուր եզրերը խրվեցին մատների մեջ, թողնելով արյան հետքեր։ Այդ պահին նա ոչինչ չէր զգում, բացի սառը դատարկ ցավից։ Մարմարե բեկորները կարծես իր սեփական հոգու բեկորներն էին։ Նա բարձրացրեց հայացքը եւ պատուհանից դուրս, փողոցի մյուս կողմում կայանած սև մեքենայի մեջ նկատեց Տիգրանի ուրվագիծը։ Նա նայում էր, վստահ իր անպարտելիության մեջ, վստահ, որ վերջնականապես կոտրել է այս համար քարագործին։ Գևորգի հայացքը հանդիպեց նրան, եւ այդ պահին նրա հոգում զայրույթից ավելի ուժեղ մի բան ծնվեց, մի սառը վճռական որոշում։ Պայքարը նոր էր սկսվում։ Գևորգի տան խոհանոցում սառած ընթրիքը լուռ վկայում էր տիրող լարվածության մասին։ Փշրված խաչքարի պատկերը դեռևս չէր հեռանում նրա մտքից, բայց այժմ նա պետք է դիմակայեր ոչ թե արտաքին թշնամուն, այլ իր սեփական ընտանիքի ներսում բարձրացող փոթորքին։ Սեղանի շուրջ նստած էին կինը, Անին եւ նրա կրտսեր եղբայրը Լևոնը։ 35-ամյա Լևոնը Գևորգի հակապատկերն էր, եռանդուն, գործնական, տաքարյուն, մի մարդ, ով հավատում էր, որ այս աշխարհում ուժին պատասխանում են միայն ուժով։ Նա բռունցքով հարվածեց սեղանին, որից դատարկ բաժակները զնգացին։ Ես չեմ հասկանում քեզ, Գևորգ, դու նստած ավետարան ես կարդալու, մինչդեռ այդ անասունը քանդում է մեր պապերի թողած ժառանգությունը, ինչպես կարող ես այդքան հանգիստ լինել։ Նա քո հոր աշխատանքը փոշիացրեց, իսկ դու խոսում ես ներման մասինը։ Բավական է այս հեքիաթները, պետք է գործել։ Գևորգը հոգնած հայացքով նայեց եղբորը։ Լևոն, ինչ ես առաջարկում։ Գնամ իր մարդկանց պես մուրճով ջարդեմ իր գրասենակի ապակիները, դրանով ես ցույց տալու, որ ես իրենից լավն եմ։ Ոչ, կրակեց Լևոնը, ես առաջարկում եմ խաղալ իր կանոններով։ Ես ընկերներ ունեմ, որոնք կարող են այնպիսի բաներ պարզել այդ Տիգրանի մասին, որ նա կերազի թե երբեք չի ծնվել։
Հարկային խախտումներ, ստվերային գործարքներ, բոլորն էլ կեղտոտ են, պարզապես պետք է ճիշտ տեղը փորել։ Մի լավ փաստաբան կվարձենք, կսնանկացնենք նրան, կթողնենք փողոցում, թող սովորի, որ մեր ընտանիքի հետ կատակ անել չի կարելի։ Անին, ով մինչ այդ լուռ էր, խոսեց մեղմ, բայց հաստատուն ձայնով. Լևոն ջան, իսկ դրանով մենք ինչով ենք տարբերվելու նրանից։ Եթե մենք կեղտի դեմ պայքարենք կեղտով, ապա վերջում բոլորս կեղտոտված կլինենք։ Տերը մեզ չի կանչել հաղթելու աշխարհի զենքերով, նա մեզ այլ զենք է տվել։ Լևոնը հեգնանքով ծիծաղեց. Այլ զենք, աղոթքը, ասա խնդրեմ Անի, իսկ մինչ դու աղոթում էիր, քո աղոթքները պաշտպանեցին խաչքարը։ Ոչ, քանի դեռ մենք ծնկաչոք աղոթում ենք, նրանք կանգնած քանդում են մեր կյանքը։ Գևորգ, հասկացիր, սա գոյատևման հարց է։ Քո այս սիրիր թշնամուց սկզբունքը մեզ կտանի կործանման, դա թուլություն է, ոչ թե ուժ։ Գևորգը վեր կացավ և մոտեցավ գրապահարանին։ Նա համեց նույն հին աստվածաշունչը, որը 3 կինն էր կարդում։ Նրա շարժումները դանդաղ էին, մտածկոտ։ Նա բացեց Մատթեոսի ավետարանը, լեռան քարոզի հատվածը։ Լսեք, ասաց նա, և նրա ձայնում հայտնվեց մի նոր, անսպասելի ուժ։ Դուք լսել եք, որ ասվել է. աչք աչքի դիմաց և ատամ ատամի դիմաց, բայց ես ձեզ ասում եմ, չարին մի հակառակվեք, այլ եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, մյուսն էլ նրան դարձրու։ Լևոնը ոտքի թռավ, դու գժվել ես, նա մեր ծնոտին չի խփել, նա մեր սիրտն է հանել, իսկ դու ուզում ես, որ մյուս ծնոտն էլ դարձնենք, թող գա ու վերջնականապես ոչնչացնի մեզ, ես թույլ չեմ տա։ Եթե դու պատրաստ չես պաշտպանելու քո ընտանիքը, ապա ես դա կանեմ։ Նրանց ձայները բարձրացել էին, և հարևան սենյակից դուրս եկավ նրանց որդին, Դավիթը։ Նա կանգնել էր շեմին, վախեցած աչքերով նայելով հորն ու հորեղբորը։ Նրա ներկայությունը կարծես սառը ջուր լցրեց կրակի վրա։ Լևոնը լռեց, բայց նրա հայացքը դեռևս լի էր զայրույթով և անհամաձայնությամբ։ Գևորգը փակեց աստվածաշունչը։ Նա հասկացավ, որ այս պահին բառերն անզոր են։ Քրիստոսի խորհուրդը, որը պետք է լիներ մխիթարություն և ուղեցույց, դարձել էր բաժանման պատճառ, մի պատ, որը կանգնել էր իր և եղբոր միջև։ Ընտանիքը բաժանվել էր 2 ճամբարի, նրանք, ովքեր հավատում էին Աստծո զորությանը, և նրանք, ովքեր ապավինում էին մարդկային ուժին։ Հաջորդ օրը կիրակի էր, Գևորգը, Անին և Դավիթը գնացին իրենց թաղային Սուրբ Երրորդություն եկեղեցին։ Լևոնը հրաժարվեց նրանց հետ գնալ, ասելով, որ ավելի կարևոր գործեր ունի։ Եկեղեցում մտնողորդը հանդարտ էր, մոմերի լույսը փափուկ ստվերներ էր գցում քարե պատերին, և խնքի բույրը խաղաղություն էր բերում, բայց Գևորգի սրտում խաղաղություն չկար։ Նա զգում էր իր եղբոր բացակայությունը, զգում էր իր ընտանիքում առաջացած ճեղքվածքը։ Պատարագը մատուցում էր Տեր Աբրահամը, երիտասարդ, բայց խորիմաստ քահանա, ով հայտնի էր իր քարոզներով, որոնք միշտ առնչվում էին հավատացյալների առօրյա խնդիրներին։ Այդ օրվա քարոզը կարծես ուղղված էր հենց Գևորգին։ Տեր Աբրահամը խոսում էր Պետրոս առաքյալի մասին, ով փորձեց ջրի վրայով քայլել դեպի Հիսուսը։ Սիրելի հավատացյալներ, ասում էր քահանան, մինչ Պետրոսի հայացքը սևեռված էր Քրիստոսին, նա քայլում էր ջրի վրայով, անելով անհնարինը, բայց հենց որ նա իր հայացքը շեղեց դեպի ալիքները, դեպի փոթորիկը, նա սկսեց սուզվել։ Մեր կյանքում էլ այդպես է, երբ մենք կենտրոնանում ենք մեր խնդիրների, մեր թշնամիների, մեր վախերի վրա, մենք սկսում ենք խեղդվել հուսահատության ծովում, բայց երբ մեր հայացքը պահում ենք Քրիստոսի վրա, նրա խոսքի վրա, մենք ուժ ենք ստանում քայլելու նույնիսկ ամենամեծ փոթորկի միջով։ Ձեզանից ոմանք կարող են ասել. Տեր Հայր, դա հեշտ է ասել, բայց դժվար է անել, և դուք ճիշտ կլինեք, դրա համար էլ մենք ունենք միմյանց։ Ունենք եկեղեցին, Քրիստոսի մարմինը, որպեսզի օգնենք իրար պահել մեր հայացքը Տիրոջ վրա։ Պատարագից հետո, երբ մարդիկ սկսեցին ցրվել, Գևորգը մնաց նստած եկեղեցու նստարանին։ Նա նայում էր խորանի վրա պատկերված խաչելությանը և մտածում, որ Քրիստոսը նույնպես միայնակ էր իր փորձության մեջ։ Նրա աշակերտներն էլ չէին հասկանում նրան, նրանք էլ վախենում էին։ Տեր Աբրահամը մոտեցավ նրան. Գևորգ, եղբայրի Քրիստոս, տեսնում եմ, որ հոգիդ անհանգիստ է, ինչ կարող եմ օգնել։ Գևորգը նայեց քահանային։ Նա չէր ծրագրել խոսել, բայց բառերն իրենց դուրս եկան։ Նա պատմեց ամեն ինչ, Տիգրանի, փշրված խաչքարի և ամենացավոտը իր և եղբոր միջև առաջացած անդունդի մասին։ Տեր Հայր, ես փորձում եմ հավատալ, փորձում եմ հետևել Տիրոջ խոսքին, բայց իմ եղբայրը դա համարում է թուլություն։ Ես զգում եմ, որ կորցնում եմ նրան, իմ ընտանիքը քանդվում է, ինչ իմաստ ունի արտաքին թշնամուն հաղթելը, եթե ներսում ամեն ինչ փլուզվում է։
Տեր Աբրահամը լուռ լսեց, ապա ձեռքը դրեց նրա ուսին։ Գևորգ, երբեմն ամենամեծ ճակատամարտերը մենք մղում ենք ոչ թե թշնամիների, այլ մեր ամենասիրելի մարդկանց հետ։ Սատանան գիտի, որ եթե կարողանա բաժանել ընտանիքը, ապա նա արդեն կիսով չափ հաղթել է։ Քո եղբայրը քեզ սիրում է և ուզում է պաշտպանել, նա պարզապես խոսում է այն լեզվով, որը սովորել է այս աշխարհից, ուժի լեզվով։ Քո խնդիրն է ոչ թե նրա հետ վիճելը, այլ նրան ցույց տալը, որ գոյություն ունի ավելի մեծ ուժ, սիրո և ներման ուժը։ Դա միանգամից չի լինի, դա պահանջում է համբերություն, աղոթք և ամենակարևորը՝ օրինակ։ Դու պետք է լինես այն ժայռը, որի վրա քո ընտանիքը կարող է հենվել այս փոթորքի ժամանակ։ Նրանք միասին աղոթեցին։ Գևորգը դեռևս չգիտեր, թե ինչպես պետք է վարվի, բայց նրա սրտում մի փոքր հույսի կայծ ծնվեց։ Նա հասկացավ, որ իր պայքարը միայնակ չէ։ Նա ուներ իր եկեղեցին, իր հոգևոր հայրը և ամենակարևորը՝ Քրիստոսը, ով խոստացել էր լինել իր հետ մինչև աշխարհի վերջ։ Նա դուրս եկավ եկեղեցուց, պատրաստ դիմակայելու ոչ միայն Տիգրանին, այլև իր սեփական ընտանիքի թյուրիմացությանը։ Տեր Աբրահամի խոսքերը դեռևս արձագանքում էին Գևորգի մտքում, երբ նա հաջորդ առավոտ մտավ իր փոշոտ արհեստանոց։ Օրինակ։ Բայց ինչ օրինակ կարող էր նա ցույց տալ, երբ իր սիրտը լի էր դառնությամբ և անզոր զայրույթով։ Նա նայեց փշրված խաչքարի բեկորներին, որոնք Հովհաննեսի հետ զգուշորեն հավաքել էին մի անկյունում։ Այդ բեկորները ոչ միայն քար էին, այլև իր հոր հետ անցկացրած վերջին օրերի շոշափելի հիշողությունը։ Նա որոշեց, որ պետք է ինչ-որ բան անի, մի քայլ, որը կխախտի այս ատելության շղթան։ Նա պետք է փորձեր կիրառել Քրիստոսի խորհուրդը ոչ թե խոսքով, այլ գործով, որքան էր որ դա անմիտ ու միամիտ թվար։ Ամբողջ օրը նա աշխատեց։ Իր հոր գործիքներով նա վերցրեց տուֆի մի փոքրիկ, գեղեցիկ կտոր և սկսեց քանդակել։ Նա չէր ստեղծում մեծ գլուխգործոց, այլ մի փոքրիկ, ձեռքի մեջ տեղավորվող խաչքար, որի վրա նուրբ, բայց պարզ գծերով պատկերված էր խաղողի ողկույզ, կյանքի և առատության խորհրդանիշ։ Երբ աշխատանքն ավարտվեց, նա այն զգուշորեն փաթաթեց մաքուր կտորի մեջ։ Հովհաննեսը լուռ հետևում էր նրա աշխատանքին, չհասկանալով վարպետի մտադրությունը։ «Վարպետ, սա ում համար է», վերջապես հարցրեց նա։ Գևորգը նայեց նրան, և նրա աչքերում մի պահ երևաց ներքին պայքարի ողջ խորությունը։ «Սա Տիգրանի համար է», հանգիստ պատասխանեց նա։ Հաջորդ օրը հաղթահարելով իր մեջ բարձրացող հպարտության և վախի ալիքը, Գևորգը գնաց քաղաքի կենտրոն, որտեղ գտնվում էր Տիգրանի շքեղ գրասենյակը, ապակուց և բետոնից կառուցված մի հսկա աշտարակ, որը կարծես ծաղրում էր իր հին քարե արհեստանոցը։ Նա ներս մտավ ընդունարան, որտեղ երիտասարդ քարտուղարուհին զարմացած հայացքով նայեց նրա փոշոտ աշխատանքային հագուստին։ Երկար սպասելուց և համառությունից հետո նրան վերջապես թույլ տվեցին մտնել Տիգրանի աշխատասենյակ։ Տիգրանը նստած էր իր հսկայական սեղանի հետևում, մեջքով դեպի քաղաքի համայնապատկերը։ Նա նույնիսկ գլուխը չբարձրացրեց, երբ Գևորգը մոտեցավ։ «Ինչ ես ուզում, եկել ես վերջապես ընդունելու իմ առաջարկը»։ Գևորգը սրտում աղոթք շշնջաց, խնդրելով Տիրոջից ուժ։ Նա զգուշորեն կտորի միջից հանեց փոքրիկ խաչքարը և դրեց սեղանին։ «Ես եկել եմ ոչ թե վերցնելու, այլ տալու», ասաց նա, և նրա ձայնը, ի զարմանց իրեն, հնչեց հանգիստ և ամուր։ «Սա ձեզ համար է, թող Աստված օրհնի ձեր աշխատանքը և ձեր կառուցած տները լցնի խաղաղությամբ»։ Տիգրանը վերջապես բարձրացրեց հայացքը։ Նրա դեմքին զարմանքի, ապա արհամարհանքի արտահայտություն հայտնվեց։ Նա վերցրեց խաչքարը, մի պահ զննեց այն, կարծես գնահատելով դրա շուկայական արժեքը, ապա, Գևորգի աչքերի մեջ ուղիղ նայելով, բացեց սեղանի տակի աղբամանը և առանց մի խոսք ասելու, այն նետեց ներսը։ Քարի պլաստմասե պատին դիպչելու չոր ձայնը ավելի բարձր հնչեց, քան ցանկացած գոռոց։ «Ինձ քո քարերը պետք չեն», սառը ասաց Տիգրանը։ «Ինձ քո հողն է պետք, հիմա դուրս արի իմ գրասենյակից»։ Գևորգը կանգնած էր քարացած։ Նա սպասում էր զայրույթի, ծաղրի, բայց ոչ այսպիսի սառը, անտարբեր նվաստացման։ Նա զգաց, թե ինչպես է արյունը դեմքին խփում, ինչպես են ձեռքերը սկսում դողալ։ Նրա միամիտ փորձը կամուրջ կառուցելու փլուզվել էր, նրան թողնելով ավելի խոցելի և ջախջախված, քան երբևէ։ Նա շրջվեց և լուռ դուրս եկավ, իր հետ տանելով ոչ միայն պարտության, այլև սեփական հավատքի անզորության դառը զգացումը։ Այդ երեկո Գևորգը չգնաց տուն։ Նա քայլում էր Երևանի փողոցներով, չզգալով ոչ ցուրտը, ոչ անցորդների հայացքները։
Նա իրեն զգում էր հիմար, միամիտ երեխայի պես, ով փորձել էր կրակը հանգցնել ջրի փոխարեն բարի խոսքերով։ Նա մտավ իրենց թաղամասի փոքրիկ մատուռը, որտեղ միշտ մոմեր էին վառվում։ Նա նստեց սառը քարե նստարանին և գլուխը երկու ձեռքերի մեջ առավ։ «Տեր իմ, ես փորձեցի», շշնջաց նա դատարկության մեջ։ «Ես արեցի այն, ինչ դու ասացիր, ես մյուս ծնոտս դարձրի, բայց նա ավելի ուժեղ հարվածեց։ Ինչ էի ես սխալ անում։ Գուցե Լևոնն է ճիշտ։ Գուցե այս աշխարհում քո խոսքերն ուժ չունեն»։ Հենց այդ պահին մատուռի դռնից ներս մտավ մի ծերունի։ Դա Սարգիս պապն էր, թաղամասի ամենահարգված մարդկանցից մեկը, ով երիտասարդ տարիքում եղել էր սարքավակ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում և այժմ, թոշակի անցնելով, իր օրերն անցկացնում էր եկեղեցական գրքեր ընթերցելով և երիտասարդներին խորհուրդներ տալով։ Նա շանացեց Գևորգին և նստեց նրա կողքին։ «Լույսը մարել ես, որդիս», մեղմորեն ասաց նա, «Բերդ ծանր է»։ Գևորգը, ով սովորաբար իր խնդիրների մասին չէր խոսում, այս անգամ չկարողացավ զսպել իրեն։ Նա պատմեց ամեն ինչ, սկզբից մինչև վերջ, իր փորձի և ստացած նվաստացուցիչ պատասխանի մասին։ Սարգիս պապը ուշադիր լսեց, նրա խորը կնճիղներով պատված դեմքը անթարթ էր։ Երբ Գևորգը վերջացրեց, ծերունին մի պահ լռեց, ապա խոսեց. «Դու կարծում ես, Քրիստոսի խորհուրդը կիրառելը նշանակում է միանգամից հրաշքի ականատես լինել։ Դու կարծում ես, սեր ցույց տալով քո թշնամին անմիջապես պետք է գիրքդ ընկնի ու ապաշխարի։ Ոչ, որդիս, դու շփոթում ես Տիրոջ ճանապարհը շուկայական գործարքի հետ։ Ես քեզ բարություն, դու ինձ խաղաղություն։ Այդպես չի լինում»։ Նա իր կոշտացած ձեռքով բռնեց Գևորգի ուսը։ «Լսիր ինձ ուշադիր։ Երբ Տերն ասում է սիրեցեք ձեր թշնամիներին, նա դա ասում է ոչ թե նրանց համար, այլ քեզ համար։ Նա չի խոստանում, որ քո սերը կփոխի նրանց, նա խոստանում է, որ այդ սերը կփոխի քեզ։ Այն քեզ կազատի ատելության և վրեժխնդրության բանտից, որի մեջ քո թշնամին ուզում է քեզ փակել։ Քո նվերը նա նետեց աղբամանը, բայց այդ քայլով դու ոչ թե պարտվեցիր, այլ հաղթեցիր քո սեփական հպարտությանը։ Դու ցույց տվեցիր, որ նրա չարությունը չի կարող կառավարել քո գործողությունները։ Սա մեկ օրվա պայքար չէ, Գևորգ, սա մարաթոն է, ոչ թե սպրինտ։ Դու արեցիր առաջին քայլը, հիմա պետք է պատրաստ լինես երկրորդին, երրորդին, և ամեն անգամ նա կփորձի քեզ կոտրել։ Բայց ամեն անգամ, երբ դու կպատասխանես ոչ թե նրա լեզվով, այլ Քրիստոսի, դու ավելի ուժեղ կդառնաս, իսկ նա ավելի թույլ, որովհետև նրա միակ զենքը վախն ու ատելությունն են, իսկ դու հրաժարվում ես այդ զենքով խաղալ։ Սարգիս պապի խոսքերը պարզ էին, բայց դրանց մեջ դարերի իմաստություն կար։ Գևորգը հասկացավ, որ ինքը դեռ ճանապարհի սկզբում է։ Նա մակերեսորեն էր հասկացել Տիրոջ խոսքերը, ակնկալելով արագ արդյունք։ Այժմ նա սկսում էր գիտակցել, որ սա ոչ թե ռազմավարություն է թշնամուն հաղթելու, այլ ճանապարհ սեփական հոգին փրկելու համար։ Նա դուրս եկավ մատուռից, զգալով ոչ թե հաղթանակի ցնծություն, այլ մի նոր, խորը վճռականություն։ Նա դիտեր, որ առջևում իրեն սպասում են ավելի ծանր փորձումներ, բայց այժմ նա գիտեր նաև, որ ճիշտ ուղու վրա է։ Սարգիս պապի հետ զրույցը Գևորգին տվել էր նոր տեսլական, բայց ոչ խաղաղություն։ Նա հասկացել էր, որ ճանապարհը երկար է, սակայն չէր էլ կասկածում, թե որքան խորն է այն անդունդը, որի եզրով պիտի քայլեր։ Տիգրանը, տեսնելով, որ ուղղակի ճնշումն ու վանդալիզմը չեն կոտրում Գևորգի համառությունը, որոշեց փոխել մարտավարությունը և հարվածել ամենացավոտ տեղին՝ ընտանիքի պատվին։ Մի քանի օր անց տեղական քիչ հայտնի թերթերից մեկում հայտնվեց մի հոդված՝ «Ժառանգության պահապաններ թե հողի զավթիչներ» վերնագրով։ Հոդվածում, առանց անուններ տալու, բայց շատ թափանցիկ ակնարկներով պատվում էր մի հին արհեստավորի մասին, ով, շահարկելով իր պապերի անունը, հրաժարվում է վաճառել քաղաքի զարգացման համար կարևոր մի հողակտոր, խոչընդոտելով նոր աշխատատեղերի ստեղծմանը և թաղամասի բարեկարգմանը։ Հոդվածում նաև ակնարկվում էր, թե իբր արհեստանոցի սեփականության փաստաթղթերը կասկածելի են և որ ընտանիքը տարիներ շարունակ խուսափել է հարկերից։ Սուտը թունավոր սարդոստայնի պես սկսեց արագորեն տարածվել թաղամասում, մարդկանց շշուկների և բամբասանքների միջոցով։ Քրիստոնեական սիրո և ներման մասին Գևորգի տեսական պատկերացումները բախվեցին դաժան իրականությանը։ Հարվածի իրական ուժը Գևորգի ընտանիքը զգաց շաբաթ օրը շուկայում։ Նրա մայրը, 60-ամյա տիկին Մարիամը, ով իր ողջ կյանքն ապրել էր այդ թաղամասում և ճանաչում էր յուրաքանչյուրին, մոտեցավ կանաչեղենի վաճառող Նունեին, ում հետ տասնյակ տարիների բարեկամություն ուներ։
Նունե ջան բարև, ինձ մի կապ լավ լոլիկ կկշռես, ժպիտով ասաց նա։ Նունեն, ով միշտ նրան դիմավորում էր ջերմ գրկախառնությամբ, այս անգամ խուսափեց նրա հայացքից և չոր պատասխանեց. լոլիքս վերջացել է, տիկին Մարիամ։ Բայց նրա կողքին դրված արկաղը լիքն էր թարմ կարմիր լոլիկներով։ Տիկին Մարիամը շփոթված քայլեց դեպի պանրի վաճառասեղանը, որտեղ կանգնած էր Կարենը։ Կարեն ջան տղաս, ձեր լորուց մի կտոր տուր։ Կարենը գլուխը կախ ինչ-որ բան փնթփնթաց իր քթի տակ և սպասարկեց իրանից հետո եկած հաճախորդին, ձևացնելով, թե չի լսել տիկին Մարիամի խոսքերը։ Մի քանի նմանատիպ դեպքերից հետո տիկին Մարիամը հասկացավ։ Նրա շուրջը ստեղծվել էր անտեսանելի պատ։ Երեկվա բարեկամները, հարևանները, ում հետ նա կիսել էր ուրախությունն ու թխրությունը, այժմ մեջք էին շրջում նրանից։ Նա կանգնեց շուկայի մեջտեղում, դատարկ զամբյուղը ձեռքին։ Եվ նրա աչքերը լցվեցին արցունքով։ Սա ֆիզիկական հարված չէր, սա ավելի վատ էր։ Սա հանրային ամոթ էր, սոցիալական մահապատիժ։ Ճնշումը դարձել էր ոչ թե վերացական, այլ շոշափելի, նվաստացուցիչ և հոգին քայքայող։ Այդ երեկո Գևորգի տանը մթնոլորտը էլեկտրականացած էր։ Տիկին Մարիամը նստած էր բազմոցին, լուռ արտասվելով։ Լևոնը քայլում էր սենյակում, առյուծի պես վանդակում։ Տեսաք, գոռաց նա, ձեռքով թափահարելով թերթը, ահա քո սիրիր թշնամութի արդյունքը, Գևորգ։ Դու նրան խաչքար ես նվիրում, նա մեր անունը ցեխի հետ է հավասարեցնում։ Նա մեր մորը ստիպել է լաց լինել ամբողջ շուկայի առաջ, իսկ դու դեռ շարունակելու ես քո քարոզները։ Ինչ կասեն մարդիկ։ Արդեն իսկ ասում են, որ մենք խաբեբաներ ենք, գողեր։ Մեր պապի անունը, որը միշտ եղել է մաքրության և ազնվության խորհրդանիշ, այժմ կապվում է սկանդալի հետ։ Ինչքանն է պետք է դիմանանք այս ամոթին։ Գևորգը նստած էր գլուխը կախ։ Նա զգում էր յուրաքանչյուր խոսքի ծանրությունը։ Սարգիս պապի իմաստուն խոսքերը հեռու և անիրական էին թվում այս պահին։ Նա նայեց իր լացող մորը, զայրացած եղբորը և առաջին անգամ նրա սրտում կասկածի սերմ ծլեց։ Գուցե նա սխալ է հասկացել տիրոջ խոսքերը։ Գուցե դրանք բառացի կիրառելու համար չեն։ Գուցե դրանք ուղղակի գեղեցիկ այլաբանություններ են, որոնք իրական կյանքի հետ կապ չունեն։ Ես չգիտեմ, հազիվ լսելի ձայնով խոստովանեց նա։ Ես իսկապես այլևս չգիտեմ, թե որն է ճիշտը։ Հաջորդ օրը, փորձելով գտնել որևէ հենարան, Գևորգը գնաց Տեր Աբրահամի մոտ։ Նա հույս ուներ, որ քահանան կամրապնդի իր հավատքը, կտա նրան հոգևոր զենք այս նոր պատերազմում։ Բայց նրան անսպասելություն էր սպասվում։ Տեր Աբրահամը նրան ընդունեց իր գրասենյակում։ Նրա հայացքը մտահոգ էր։ Սեղանին դրված էր նույն թերթը։ Գևորգ, եղբայր, ես կարդացի սա, սկսեց նա զգուշավոր տոնով։ Իրավիճակը բարդանում է, եկեղեցու ավագանու անդամներից ոմանք մտահոգություն են հայտնել։ Նրանք կարծում են, որ այս հակամարտությունը ստվեր է գցում ոչ միայն քո ընտանիքի, այլև մեր համայնքի վրա։ Գիտես, մարդիկ խոսում են։ Գևորգը չէր հավատում իր ականջներին։ Այսինքն, Տեր հայր, դուք էլ եք հավատում այս զրպարտությանը։ Ոչ, իհարկե ոչ, շտապեց պատասխանել Տեր Աբրահամը, բայց մենք պետք է իրատես լինենք։ Գուցե ժամանակն է փողզիջում փնտրելու, գուցե կարելի է բանակցել այդ մարդու հետ, գտնել մի լուծում, որը ձեռնտու կլինի բոլորին։ Երբեմն քրիստոնեական իմաստությունը ոչ թե համառորեն պատին բախվելն է, այլ դուռը շրջանցելու ճանապարհ գտնելը։ Ինչպես ասում են, և գայլերը կուշտ, և ոչխարները ողջ։ Այս խոսքերը Գևորգի համար ավելի ցավոտ էին, քան Տիգրանի արհամարհանքը։ Նա եկել էր այստեղ հոգևոր զորության համար, բայց ստանում էր աշխարհիկ բանականության խորհուրդներ։ Նա հասկացավ, որ մենակ է։ Նույնիսկ եկեղեցին, որը պետք է լիներ նրա ամրոցը, տատանվում էր հասարակական կարծիքի ճնշման տակ։ Նա զգաց հոգևոր փակուղու սառը շունչը։ Նրա հավատքը դեռ կենդանի էր, բայց նա այլևս վստահ չէր, թե արդյոք ճիշտ է մեկնաբանում այն խոսքը, որին փորձում էր հետևել։ Քրիստոսի խորհուրդը, որը սկզբում թվում էր պարզ ու լուսավոր, այժմ պատված էր կասկածի և անորոշության մառախուղով։ Տեր Աբրահամի գրասենյակից դուրս գալուց հետո Գևորգի մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նա այլևս չէր զգում ոչ զայրույթ, ոչ վիշտ, այլ միայն սառը խորը դատարկություն։ Նա հասել էր իր հոգևոր ճանապարհի վերջին։ Իր բոլոր փորձերը հետևելու Քրիստոսի խորհրդին հանգեցրել էին նվաստացման, ընտանեկան պառակտման և հանրային ամոթի։ Նույնիսկ եկեղեցին, որը պետք է լիներ նրա ապավենը, առաջարկում էր աշխարհիկ փողզիջումներ։ Առանց որևէ մեկին զգուշացնելու նա մեքենան քշեց դեպի լեռները, դեպի Գեղարդի վանքը։
Նա գնում էր այնտեղ ոչ թե աղոթելու կամ պատասխաններ փնտրելու, այլ պարզապես փախչելու համար, փախչելու բոլորից եւ ամեն ինչից, հատկապես իր սեփական մտքերից, որոնք անողոխաբար պտտվում էին կասկածի եւ հուսահատության շրջանակում։ Նա ժամանեց ուշ երեկոյան, երբ զբոսաշրջիկներն արդեն հեռացել էին եւ վանական համալիրը պատվել էր խորհրդավոր լռությամբ։ Նա չմտավ գլխավոր եկեղեցի, այլ նստեց բակում, մի հին քարի վրա, որտեղից երևում էին ժայռափոր խցերը։ Օդը սառն էր ու մաքուր, եւ միակ ձայնը գիշերային քամու սուլոցն էր։ Նա չէր աղոթում, բառերը սպառվել էին։ Նա պարզապես նստում էր, թույլ տալով, որ դատարկությունը լցնի իրեն։ Արևը հազիվ էր սկսել ոսկեզօծել լեռնենի գաղաթները, երբ Գևորգը նկատեց մի շարժում։ Վանքի հեռավոր անկյունից, որտեղ պատերազմների եւ երկրաշարժերի հետևանքով ավերված մատուղի մնացորդներն էին, դուրս եկավ մի ծեր վանական։ Նա շատ ծեր էր, մեջքը կորացած, իսկ շարժումները դանդաղ ու չափված։ Վանականը ձեռքին ուներ փոքրիկ դույլ եւ մածկիչ։ Նա մոտեցավ ավերված պատին եւ սկսեց համբերատարությամբ քարերը դնել իրար վրա, դրանք ամրացնելով կրի լուծույթով։ Հենց այդ պահին բակում հայտնվեց մի տղա, հավանաբար մոտակա գյուղից, ով իր հետևից քարշ էր տալիս մի թափառական կաղ շան։ Տղան տեսնելով շանը քար վերցրեց գետնից եւ նետեց նրա ուղղությամբ։ Քարը սակայն վրիպեց եւ զնգոցով դիպավ ավերված պատի քարերին, ցրիվ տալով ծեր վանականի աշխատանքի մի մասը։ Գևորգը լարվեց, սպասելով վանականի զայրացած բացականչությանը, բայց ծերունի նույնիսկ չնայեց տղայի ուղղությամբ։ Նա հանգիստ խոնարհվեց, վերցրեց այն նույն քարը, որը նետել էր տղան, մաքրեց դրա վրայի փոշին, լուծույթ քսեց եւ զգուշորեն դրեց ավերված պատի հիմքում, դարձնելով այն իր կառուցած շարվածքի մի մասը։ Այս տեսարանը, այս պարզ լուռ գործողությունը Գևորգի ուղեղում հարվածեց կայծակի պես։ Մի պահում ամեն ինչ պարզ դարձավ, նրա աչքի առաջ բացվեց մի վարագույր, եւ նա տեսավ Քրիստոսի խորհրդի այն խորությունը, որը մինչ այդ թաքնված էր իրենից։ Նա հասկացավ. «Սիրիր քո թշնամուն»։ Դա չէր նշանակում պասիվորեն հանդուրժել չարիքը, դա չէր նշանակում ձևացնել, թե հարվածը ցավոտ չէ, դա չէր նշանակում թույլ տալ, որ քեզ ոչնչացնեն։ Ոչ, դա անսահման ավելի խորն էր, ավելի հզոր եւ ավելի հանճարեղ։ Դա նշանակում էր վերցնել քո դեմ ուղված չարիքի էներգիան, քարը, հարվածը, զրպարտությունը, ատելությունը եւ այն ոչնչացնելու փոխարեն, այն չեզոքացնելու փոխարեն, այն վերափոխել։ Վերածել այն շինանյութի, վերցնել այն քարը, որով քեզ խփում են, եւ դնել այն քո սեփական տան, քո սեփական ամրոցի հիմքում։ Դա նշանակում էր ոչ թե հակառակվել հարվածին, այլ վերահղել դրա ուժը, օգտագործելով այն ստեղծագործ նպատակներով։ Տիգրանը քանդում էր, իսկ Գևորգը պետք է կառուցեր։ Տիգրանը ցանում էր ատելություն, իսկ Գևորգը պետք է այդ ատելության քարերով սիրո պատ կառուցեր։ Դա ոչ թե թուլություն էր, այլ բարձրագույն ուժ։ Դա ոչ թե պարտություն էր, այլ հոգևոր ձյուդո, որտեղ դու օգտագործում ես հակառակորդի ուժը նրա իսկ դեմ։ Այս գիտակցումից Գևորգի շունչը կտրվեց։ Նա նայեց իր նախորդ բոլոր քայլերին նոր լույսի ներքո։ Իր նվիրած խաչքարը, որը նա համարում էր ձախողում, իրականում առաջին քարն էր, որը նա դրել էր իր նոր տան հիմքում։ Տիգրանը նետել էր այն աղբամանը, բայց Գևորգը կատարել էր իր գործը, նա չարությանը պատասխանել էր ստեղծագործությամբ։ Հանրային ամոթը, որը նրանք կրել էին, ևս մի քար էր։ Տիգրանը փորձում էր նրանց մեկույսացնել, բայց այդ ցավը միայն ավելի էր ամրացնելու իրենց ընտանիքի հիմքերը, եթե նրանք ճիշտ օգտագործեին այն։ Գևորգը վեր կացավ։ Նրա մեջ այլևս չկար ոչ կասկած, ոչ հուսահատություն։ Դրանց փոխարինել էր մի պարզ, լուսավոր վճռականությունը։ Նա գտել էր իր ճանապարհը, նա հասկացել էր Քրիստոսի իմաստության պարզությունն ու հանճարեղությունը։ Տերը նրանց չէր կանչում պարտվելու, նա նրանց տալիս էր հաղթանակի բանալին, բայց այդ հաղթանակը պետք է ձեռք բերվեր ոչ թե աշխարհի, այլ Աստծո զենքերով։ Նա մոտեցավ ծեր վանականին, ով արդեն ավարտել էր իր առավոտյան աշխատանքը։ «Հայր Սուրբ, կարող եմ ձեզ օգնել», հարցրեց Գևորգը։ Վանականը բարձրացրեց իր պարզ, բարի աչքերը եւ ժպտաց։ «Աստծո տունը կառուցելու համար միշտ էլ ձեռքեր են պետք որդիս»։ Գևորգը խոնարհվեց, վերցրեց մի քար եւ դրեց պատի վրա։ Այդ պահին նա գիտեր, որ վերադառնալով Երևան, նա կսկսի կառուցել իր սեփական պատը, ոչ թե պաշտպանության, այլ ստեղծագործության մի պատ, որի յուրաքանչյուր քարը կլինի իր թշնամու կողմից նետված չարիքը վերափոխված բարության եւ հավատքի զորությամբ։
Գևորգը Գեհարդի վանքից վերադարձավ ոչ թե պարտված ու հուսահատված, այլ մի նոր մարդ, լուռ վճռականությամբ լցված և մի պարզ ու հզոր գաղափարով զինված։ Նրա աչքերում այլևս չկար կասկածի ստվեր, այլ միայն հանգիստ, խորը համոզվածություն, որը վարակիչ էր։ Այդ երեկոն նա հավաքեց իր ընտանիքին, կնոջը Անիին, մորը տիկին Մարիամին և եղբորը Լևոնին, ով եկել էր դժկամորեն, դեռևս համոզված լինելով, որ եղբայրը վերջնականապես կորցրել է բանականությունը։ Խոհանոցում տիրող լարվածությունը կարելի էր դանակով կտրել։ Գևորգը սպասեց մինչև բոլորը նստեն, ապա առանց որևէ նախաբանի հանգիստ ձայնով հայտարարեց իր որոշման մասին։ «Ես գտա պատասխանը», ասաց նա, «մենք այլևս չենք պաշտպանվելու, մենք կսկսենք կառուցել։ Տիգրանը ցանկանում է այս հողի վրա իր համար շքեղ առանձնատուն կառուցել։ Շատ լավ, իսկ մենք հենց մեր արհեստանոցի կողքի լքված տարածքում, որտեղ մեր պապի պապը ժամանակին փոքրիկ մատուռ է կառուցել, կսկսենք վերականգնել այն, քար առ քար, մեր սեփական ձեռքերով և անվճար։ Մենք նրա ագահության տարածքը կվերածենք համայնքի աղոթքի վայրի»։ Մի պահ խոր լռություն տիրեց։ Առաջինը խոսեց Լևոնը։ Նրա դեմքին անհավատության և զայրույթի խառնուրդ էր։ «Դու վերջնականապես խելագարվել ես։ Սա ինչ ծիծաղելի թատրոն է։ Նա բուլդոզերներով կգա ու կքանդի քո ձեռքով շարած առաջին քարը։ Իսկ դու ինչ ես անելու, աստվածաշնչով ես խփելու բուլդոզերին։ Սա ինքնասպանություն է, Գևորգ։ Դու ոչ միայն քեզ ես կործանում, այլև մեզ բոլորիս»։ Բայց հետո խոսեց Աննին։ Նա ամբողջ ընթացքում լուռ նայում էր ամուսնու դեմքին, և հիմա նրա աչքերում վախի փոխարեն հիացմունք կար։ Նա տեսնում էր այն կրակը, որը վաղուց չէր տեսել ամուսնու հայացքում։ «Ես քեզ հետ եմ», պարզ ասաց նա։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց այնքան ամուր, որ ստիպեց Լևոնին լռել։ Տիկին Մարիամը, ով դեռևս չէր ուշքի եկել շուկայում կրած նվաստացումից, բարձրացրեց իր արցունքոտ աչքերը և նայեց որդուն։ «Որդիս, եթե դու հավատում ես, որ դա Աստծու կամքն է, ապա ես էլ կհավատամ։ Քո պապն էլ կցանկանար, որ այդ մատուռը վերականգնվեր»։ Ընտանիքը դեռևս պառակտված էր, բայց ուժերի հարաբերակցությունը փոխվել էր։ Գևորգն այլևս մենակ չէր։ Հաջորդ առավոտ Գևորգը, Աննին և նրանց որդին Դավիթը դուրս եկան արհեստանոցի հարևանությամբ գտնվող լքված մոլախոտերով պատված հողակտորը։ Նրանց հետ էր նաև հավատարիմ աշակերտը Հովհաննեսը։ Նրանք սկսեցին մաքրել տարածքը։ Աշխատանքը ծանր էր, բայց նրանց շարժումների մեջ մի նոր իմաստ կար։ Նրանք այլևս զոհեր չէին, այլ շինարարներ։ Կեսօրին նրանց մոտեցավ Սարգիս պապը։ Նա ոչինչ չհարցրեց, պարզապես նայեց Գևորգի աչքերին, և նրա իմաստուն դեմքին ժպիտ հայտնվեց։ «Տեսնում եմ գտել ես ճիշտ քարերը, որդիս», ասաց նա և չնայած իր տարիքին, խոնարհվեց ու սկսեց օգնել նրանց մոլախոտերը արմատախիլ անելով։ Նրա ներկայությունը լուռ օրհնության պես էր, սակայն ոչ բոլորն էին այդպես մտածում։ Հարևան խանութի տեր Վարդանը, տեսնելով նրանց, գլուխը թափ տվեց։ «Խեղճ երեխաներ, իրենց ձեռքով իրենց գերեզմանն են փորում։ Այս Տիգրանը նրանց ողջ կթաղի այս հողի մեջ»։ Տեր Աբրահամը, լսելով նորության մասին, եկավ Գևորգի մոտ։ Նա շփոթված էր. «Գևորգ, ինչ ես անում։ Ես քեզ ասացի փողզիջում գտնել, ոչ թե պատերազմ հայտարարել։ Սա սադրանք է։ Դու նրան առիթ ես տալիս ուժ կիրառելու»։ Գևորգը դադարեցրեց աշխատանքը և ուղիղ նայեց քահանային։ «Տեր հայր, ես չեմ պատերազմում, ես կառուցում եմ։ Իսկ Աստծո տունը կառուցելը երբեք սադրանք լինել չի կարող։ Եթե Տիգրանը քանդի այս մատուռը, նա կքանդի ոչ թե իմ, այլ Աստծո տունը, թող փորձի»։ Տեր Աբրահամը պատասխան չգտավ։ Նա տեսնում էր Գևորգի մեջ մի ուժ, որը չէր բխում մարդկային համառությունից, այլ ավելի խորը աղբյուրից, և դա նրան անհանգստացնում էր, քանի որ չէր տեղավորվում իր բանական քրիստոնեության մասին պատկերացումների մեջ։ Օրվա վերջում, երբ տարածքն արդեն մաքրված էր և հին մատուռի հիմքերը երևում էին, Գևորգի մոտ եկավ Լևոնը։ Նա ամբողջ օրը հեռվից հետևում էր նրանց աշխատանքին։ Նրա դեմքին այլևս զայրույթ չկար, այլ շփոթմունք և մի տեսակ հիացմունք։ «Ես դեռ կարծում եմ, որ դու խելագար ես», ասաց նա ավելի հանգիստ տոնով, «բայց եթե որոշել ես պատ կառուցել, ապա այն պետք է ամուր լինի։ Քո ձեռքերը նուրբ քանդակների համար են, ոչ թե հիմքի քարեր տեղափոխելու։ Վաղվանից ես էլ կգամ։ Ինչ-որ մեկը պետք է ծանր աշխատանքն անի»։ Գևորգը ժպտաց։ Դա նրա օրվա ամենամեծ հաղթանակն էր։ Նա չէր փորձել համոզել եղբորը բառերով, նա պարզապես սկսել էր կառուցել, և նրա գործը ավելի համոզիչ էր եղել, քան ցանկացած քարոց։ Երբ մութն ընկավ, փոքրիկ խումբը կանգնած էր մաքրված տարածքում։ Նրանք հոգնած էին, բայց նրանց դեմքերը լուսավորված էին։
Նրանք այլևս պարզապես մի ընտանիք չէին, որը պայքարում էր իր սեփականության համար, նրանք դարձել էին մի փոքրիկ համայնք, որը միավորվել էր մի գաղափարի շուրջ՝ չարիքի քարերով բարության տաճար կառուցելու։ Նրանք դեռ չգիտեին, թե ինչ է սպասվում իրենց վաղը, բայց գիտեին, որ այլևս մենակ չեն քայլելու այդ ճանապարհով։ Մատուռի շինարարության առաջին իսկ օրվանից տարածքը վերածվեց լուռ մարտադաշտի։ Գևորգի նոր ռազմավարությունը, չարիքի էներգիան ստեղծագործության վերածելը անմիջապես ենթարկվեց փորձության։ Տիգրանը, տեսնելով, որ իր զրպարչական արշավը եւ հանրային ճնշումը ոչ միայն չեն կոտրել Գևորգին, այլև հանգեցրել են անսպասելի դիմադրության, անցավ հոգեբանական պատերազմի հաջորդ փուլին։ Նա ֆիզիկապես չէր խոչընդոտում շինարարությանը, քանի որ հասկանում էր, որ դա իրավական խնդիրներ կառաջացնի։ Փոխարենը նա որոշեց նրանց կյանքը դժոխքի վերածել։ Ամեն առավոք, երբ Գևորգի փոքրիկ թիմը, բաղկացած իրենից, Լևոնից, Հովհաննեսից եւ Սարգիս պապից, սկսում էր աշխատանքը, մոտակայքում կայանում էին Տիգրանի թանկարժեք ամենագնացները։ Դրանցից դուրս էին գալիս մի քանի թիկնեղ տղամարդիկ, ովքեր ոչինչ չէին անում, պարզապես նստում էին եւ դիտում։ Նրանք միացնում էին մեքենաների հզոր ձայնարկիչները, ամբողջ թաղամասը լցնելով ականջ ծակող անճաշակ երաժշտությամբ, որը խլացնում էր մուրճի հարվածների ձայնը եւ խաթարում աշխատանքային ռիթմը։ Նրանք սկսեցին շինհրապարակի հարևանությամբ լցնել իրենց այլ օբյեկտների շինարարական աղբը, տարածքը վերածելով գարշահոտ աղբանոցի։ Նրանք անընդհատ վիրավորական արտահայտություններ էին անում, ծաղրում Սարգիս պապի տարիքը, Լևոնի ուժը, Գևորգի միամտությունը։ Լևոնը ամեն օր պայթելու եզրին էր։ Նա բահը սեղմում էր ձեռքին այնպես, կարծես զենք լիներ, եւ մի քանի անգամ փորձեց մոտենալ նրանց, բայց Գևորգը միշտ կանգնում էր նրա ճանապարհին։ Ոչ, Լևոն, հանգիստ, բայց ամուր ասում էր նա։ Հիշիր, նրանց նետած յուրաքանչյուր վիրավորանքը մի քար է, որը մենք պետք է դնենք այս պատի մեջ։ Նրանց երաժշտությունը աղմուկ է, որը մենք պետք է վերածենք աղոթքի։ Մի տուր նրանց այն, ինչ ուզում են։ Նրանք ուզում են քո զայրույթը, դրա փոխարեն տուր նրանց քո աշխատանքը։ Եվ Գևորգը ցույց էր տալիս օրինակը։ Երբ հնցում էր հերթական վիրավորանքը, նա ատամները կրճտացնելով վերցնում էր հերթական քարը եւ ավելի մեծ ուշադրությամբ դնում այն տեղը։ Նրա յուրաքանչյուր շարժումը դարձել էր լուռ պատասխան։ Նրա անսասանությունը, նրա հանգիստ ուժը սկսեցին ազդել մյուսների վրա։ Լևոնը, տեսնելով եղբոր համբերությունը, սովորեց զսպել իր զայրույթը եւ այն ուղղել աշխատանքի մեջ։ Սարգիս պապը, լսելով ծաղրը, պարզապես ժպտում էր եւ ավելի բարձր սկսում շշնջալ սաղմոսներ։ Այս տեսարանը մի բուռ մարդիկ, որոնք լուռ ու համառորեն կառուցում են Աստծո տունը, շրջապատված ագրեսիվ աղմուկով եւ ատելությամբ, չէր կարող աննկատ մնալ։ Թաղամասի բնակիչները, ովքեր սկզբում վախից կամ անտարբերությունից կողքի էին քաշվել, սկսեցին հետաքրքրությամբ հետևել այս լուռ դիմակայությանը։ Սկզբում նրանք նայում էին իրենց պատուհաններից, ապա սկսեցին դուրս գալ պատշգամբներ։ Նրանք տեսնում էին ոչ թե երկու կողմերի կռիվ, այլ միակողմանի ագրեսիա եւ դրան հակադրվող արարում։ Մի առավոտ, երբ Տիգրանի մարդիկ հատկապես բարձր էին միացրել երաժշտությունը, շուկայի վաճառող Կարենը, ով անտեսել էր տիկին Մարիամին, իր խանութից դուրս եկավ սուրճի ուտեղով։ Նա լուռ մոտեցավ շինարարներին եւ մեկնեց սուրճը։ «Ուժ ձեզ, տղերք», կարճ ասաց նա եւ արագ վերադարձավ։ Դա առաջին ճեղքն էր անտարբերության պատի մեջ։ Հաջորդ օրը հարևանուհիներից մեկը տաք կարկանդակներ բերեց։ Մի քանի օր անց մի խումբ երիտասարդներ, ովքեր երեկոյան հավաքվում էին թաղամասում, մոտեցան Գևորգին։ «Վարպետ», ասաց նրանցից մեկը, «մենք քարտաշ չենք, բայց կարող ենք ծանրություն տեղափոխել, կարող ենք օգնել»։ Գևորգի աչքերը լցվեցին։ Նա հասկացավ, որ իրենց կառուցած պատը ոչ միայն քարից էր, դա համայնքի պատն էր, որը վերականգնվում էր Տիգրանի իսկ սփռած ատելության շնորհիվ։ Տիգրանը, տեսնելով, որ հոգեբանական ճնշումը տալիս է հակառակ արդյունքը, ոչ թե մեկուսացնում, այլ համախմբում է մարդկանց Գևորգի շուրջ, կորցրեց համբերությունը։ Մի երեկո, երբ շինարարներն արդեն գնացել էին տուն, նա իր մարդկանց հետ եկավ շինհրապարակ։ «Ես հոգնել եմ այս խաղերից», գոռաց նա։ «Եթե նրանք պատ են ուզում, կստանան պատ»։ Եվ նա հրամայեց իր բանվորներին բեռնատարներով բերել բետոնե բլոկներ եւ արագորեն մի բարձր տգեղ պատ շարել, ամբողջությամբ փակելով մատուռի մուտքը եւ այն անջատելով փողոցից։ Առավոտյան, երբ Գևորգն ու մյուսները եկան, քարացան։ Նրանց առջև կանգնած էր մի մոխրագույն, անհոգի պատ, որը խորհրդանշում էր ատելության եւ բաժանման հաղթանակը։ Լևոնը բռունցքները սեղմեց։
Վերջ, սա արդեն չափն անցավ, ես գնում եմ, բայց Գևորգը նրա ուսից բռնեց։ Նրա դեմքին հուսահատության փոխարեն տարօրինակ, խորհրդավոր ժպիտ կար։ Հանգստացիր, եղբայր, ասաց նա դեռ չի հասկանում, նա մեզ նոր նվեր է արել։ Ինչ նվեր, գժվել ես, նա մեզ բանտարկել է, բղավեց Լևոնը։ Ոչ, պատասխանեց Գևորգը, մոտենալով բետոնե տգեղ պատին և ձեռքով շոշափելով դրա սառը, անհարթ մակերեսը։ Նա մեզ կտավ է տվել, մի մեծ, մաքուր կտավ, և մենք գիտենք, թե ինչպես են քարի վրա նկարում։ Եվ այդ պահին բոլորը հասկացան նրա միտքը։ Տիգրանը, փորձելով նրանց արգելափակել, իր իսկ ձեռքով ստեղծել էր մի հսկայական մակերես, որը նրանք կարող էին վերածել իրենց հավատքի և արվեստի վկայությանը։ Պայքարը մտնում էր նոր, անսպասելի փուլ։ Տիգրանի կառուցած բետոնե պատը դարձավ Գևորգի արվեստի կտավը։ Հաջորդ շաբաթների ընթացքում մուրճի ու հատիճի հարվածների ներքո մոխրագույն անկյանք մակերեսը սկսեց վերափոխվել։ Գևորգը իր որդու և Հովհաննեսի օգնությամբ սկսեց քանդակել մի հսկայական հորինվածք՝ կյանքի ծառը։ Դա պարզապես զարդանախշ չէր։ Ծառի ճյուղերի մեջ նա նրբորեն հյուսում էր իրենց թաղամասի պատմությունը՝ հին տների ուրվագծերը, եկեղեցու գմբեթը, շուկայի տեսարանները, խաղացող երեխաների պատկերները։ Յուրաքանչյուր օր պատի վրա նոր կյանք էր ծնվում։ Տիգրանի մարդկանց աղմուկն ու վիրավորանքները շարունակվում էին, բայց այժմ դրանք կարծես խեղդվում էին ստեղծագործության լուր, բայց հզոր ձայնի մեջ։ Համայնքի վերաբերմունքը վերջնականապես փոխվեց։ Մարդիկ այլևս պարզապես սնունդ չէին բերում, նրանք գալիս էին և ժամերով կանգնում, հետևելով, թե ինչպես է ատելության խորհրդանիշը վերածվում գեղեցկության։ Մի ուր քաղաքի հայտնի պատկերասրահի տնօրենը, լսելով այս անսովոր նախագծի մասին, եկավ տեսնելու։ Նա ապշած էր։ Հաջորդ օրը քաղաքի գլխավոր թերթում հայտնվեց հոդված «Բետոնե պատի վրա ծաղկած արվեստը» վերնագրով, որտեղ Գևորգի աշխատանքը որակվում էր որպես ժամանակակից որմնանկարչության եզակի նմուշ։ Տիգրանը կորցնում էր վերահսկողությունը, նրա վախով և ճնշմամբ կառուցված աշխարհը փլուզվում էր մի քարտաշի մուրճի հարվածներից։ Զայրույթից կուրացած նա որոշեց վերջ տալ այս ամենին։ Մի առավոտ նա անձամբ եկավ շինհրապարակ։ Նրա հետ բուլդոզեր էր։ Նա դուրս եկավ իր ամենագնացից և ուղիղ քայլեց դեպի Գևորգը, ով կանգնած էր պատի մոտ, ձեռքին հատիճը։ Բոլորը սառեցին, երաժշտությունը դադարեց, բանվորները լռեցին։ Թվում էր, օդը դադարել էր շարժվել։ Սա գագաթնակետն էր։ Գևորգը չշարժվեց տեղից, նա չէր զգում վախ, այլ միայն խորը, անսահման խղճահարություն այդ մարդու հանդեպ, ով այնքան հարուստ էր և այնքան աղքատ միաժամանակ։ Նա նայեց Տիգրանի աչքերի մեջ, որոնք լի էին զայրույթով և ցավով, և հանգիստ ասաց մի պարզ նախադասություն. «Ես գիտեմ, որ ձեր ծնողները, Հովսեփը և Վարդուհին, թաղված են հին գերեզմանատանը, նրանց տապանաքարը քանդվել է, այս մատուրը նաև նրանց հիշատակին է կառուցվում»։ Ապա նա ձեռքը մեկնեց և Տիգրանի ափի մեջ դրեց մի փոքրիկ, հարթ քար, որը նա պահել էր իր գրպանում։ «Սա ձեր հողի քարն է, դրեք այն առաջինը ձեր ծնողների հիշատակին»։ Մի պահ, որը թվում էր հավերժություն, Տիգրանը կանգնած էր անշարժ։ Նրա դեմքի կոշտ ինքնավստահ դիմակը սկսեց ճաքճքել։ Նրա աչքերում զայրույթին փոխարինեց շփոթմունքը, ապա մի բան, որը նման էր ցավի։ Գևորգի խոսքերը և այդ փոքրիկ քարը խոցել էին նրա զրահի միակ խոցելի տեղը՝ հիշողությունը, մանկությունը, այն ամենը, ինչ նա թաղել էր փողի և իշխանության տակ։ Նա սուրբ չդարձավ այդ մի պահում, բայց նա կոտրվեց։ Առանց մի խոսք ասելու, նա սեղմեց քարը բռի մեջ, կտրուկ շրջվեց, նստեց իր մեքենան և հեռացավ։ Բուլդոզերը մնաց տեղում, լուր վկան այն ճակատամարտի, որտեղ հաղթեց ոչ թե ուժը, այլ սերը։ Մի քանի ամիս անց փոթրիկ մատուրն արդեն կանգնած էր, իր պարզ գեղեցկությամբ զարդարելով թաղամասը։ Տիգրանի կառուցած պատը դարձել էր նրա արտաքին պատը, ամբողջությամբ պատված Գևորգի քանդակներով, որոնք պատմում էին հաշտության և վերածննդի պատմություն։ Տիգրան այլևս չհայտնվեց։ Լուրեր էին պտտվում, որ նա վաճառել է իր բիզնեսի մի մասը և մեկնել քաղաքից։ Գևորգի արհեստանոցը ծաղկում էր։ Պատվերները գալիս էին ամեն կողմից։ Մարդիկ ուզում էին ոչ միայն խաչքար, այլև մի կտոր այն հավատքից, որը կարողացել էր բետոնը վերածել արվեստի։ Բայց Գևորգի համար ամենամեծ փոփոխությունը իր արհեստանոցում էր։ Նրա կողքին ամեն օր աշխատում էր Լևոնը։ Նրանք քիչ էին խոսում, բայց դրա կարիքը չկար։ Լևոնի, մուրճը բռնելու ձևի, եղբորը գործիք մեկնելու շարժման մեջ կար ավելի շատ ներողություն, հարգանք և սեր, քան կարելի էր արտահայտել որևէ բառով։
Նրանց ընտանիքը ոչ միայն վերականգնվել էր, այլև դարձել էր ավելի ամուր, կոփված լինելով փորձության կրակի մեջ։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, Գևորգի պատմությունը ցույց է տալիս, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի խորհուրդները ոչ թե գեղեցիկ, բայց անիրագործելի իդեալներ են, այլ ամենահզոր գործնական զենքը, որը տրված է մեզ։ Սիրեցեք ձեր թշնամիներին, պատվիրանը ոչ թե թուլության, այլ աստվածային իմաստության եւ անհավանական ուժի դրսևորում է։ Այն մեզ կոչ է անում ոչ թե հանդուրժելու չարիքը, այլ այն վերափոխելու, մեր դեմ ուղված քարերով Աստծո արքայությունը կառուցելու մեր սրտերում եւ մեր շուրջը։ Այսօր ես ուզում եմ, որ դուք խորեք այս մասին։ Իսկ դուք ձեր կյանքում ինչպես կկիրառեիք Հիսուսի այս խորհուրդը։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։ Եկեք միասին սովորենք ոչ թե քանդել, սիրել, ոչ թե ատել, եւ վերածել մեզ ուղված յուրաքանչյուր քարը մեր հավատքի տան հիմնաքարի։ Քրիստոս մեզ հետ։